Ինչպես հայտնի է, պաշտպանվելու լավագույն ձևը հարձակումն է։ Օրինակ, որ մենք ասում ենք 1915 թվականի ցեղասպանություն, ադրբեջանցիները ասում են բա Խոջալուն, բա 1915 թվականի դեպքերը։ Տվյալ դեպքում նույնպես իրենց ապօրինությունները, հարյուրավոր ապօրինությունները արդեն հայտնի են եւ դեռ հայտնի կդառնան։ Որպիսի այդ ապօրինությունները չհնչեն, այսպես ասած, նրանք ասում են, Փաշինյանը ասում է անդիմությունը, այսինքն երկու քաղաքական ուժեր, որոնք մտել են խորհրդարան, նրանք ապօրինի են, նրանք անօրինական են, լեգիտիմ չեն։ Հաշվի առնելով, որ դատարանները, ԱԱԾ-ն, կոմիտեները, քննչական, չգիտեմ, նաև սահմանադրական դատարանը բոլորը Փաշինյանի գրպանում են եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես Փաշինյանի գրպանում են, արդյոք դուք բացառում եք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի, որ չեղարկում է ընտրությունների արդյունքները այն մասով, որ մտել է ուրեմն անդիմությունը եւ հաստատում է այն արդյունքը, որը ԿՊ-ն է գրանցել եւ ԿՊ-ն այդպիսով 100%-անոց ձայն կունենա։ Հիմա դա աբսուրդ է թվում, բայց այս ամիսներին մենք տեսանք բազմաթիվ այլ աբսուրդ դեպքեր։ Նայեք, հիմա մենք պարտավոր ենք գնանք օրինական ճանապարհով։ Հիմա մենք չդիմեինք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նույն Փաշինյանը կարող էր ասել, ես կան մարդ հավաքել, հանգիստ դիմում էի կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ կհամարել ընտրության արդյունքները, կնշանակեր երկրորդ փուլ, ինչը ես առաջարկել եմ, դուք երևի լսել եք, որպեսզի Հայաստանը ունենա լեգիտիմ իշխանություն, ամենալավ տարբերակը գնանք երկրորդ փուլ։ Եթե դու հաղթող ես, ուրեմն ապացուցի, որ հաղթել ես։ Նկարած թվեր չլինեն։ Այսինքն, մենք իրավունք չունենք չդիմեինք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դուք հիշում եք, երբ Արամ Սարգսյանը դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով մեզ ընտրապայքարից դուրս հանելու համար, երևի Հայաստանում ոչ մի մարդ չկար, որ հավատար, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպիսի որոշում կայացնի եւ մենք կմնանք ընտրական պայքարի մեջ, բայց կայացրեցին։ Այսինքն պետք է գնալ օրինական ճանապարհով, փորձել բոլոր օրինական մեթոդները։ Ձեզ թող չթվա թե մեզ համար դժվար է մարդ հավաքելը։ Մենք ունենք մեր համախոհները, որ կելնեն, կգորգռան ինչպես պետք է եւ ավելի շատ կգորգռան, բայց արդյունքը հիասթափեցնող կարող է լինել։ Հասկանում եք, մենք ել եմ ասում, գործ ունենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ, մենք գործ ունենք շատ լուրջ կազմակերպված մեխանիզմի հետ, որը աշխատում է մեր ժողովրդի դեմ։ Դրա համար մենք քայլերով պետք է գնանք առաջ, պետք է անենք այնպես, որ բոլոր միջազգային կառույցները, բոլոր երկրները հասկանան, որ այս մեխանիզմը վտանգ է հայ ժողովրդի համար։ Իրենք սկսեն մասնակցել իրենց ստեղծած մեխանիզմի քանդելու process-ին։ Եթե մենք դա չանենք, ինչ կան ասեք, հանրահավաք անենք, ուսեք։ Վրաստանում 1 տարի տևեց։ 200,000-ից սկսեցին, իջան մինչև վերջի հանրահավաքներին մինչև 50,000 մարդ էր դուրս գալիս։ Ու Փաշինյանն ու իր համախոհները ուզում են, որ մենք նույն սխալը թույլ տանք։ Ես նորից եմ ասում, մենք վերջնական որոշում չունենք, բայց մենք բոլոր տարբերակները քննարկում ենք։ Հիմա եթե ձևավորենք ճիշտ համախմբված ընդդիմություն, լսենք բոլորի կարծիքները, ճիշտ կարծիք ձևավորենք, դրա համար ես ասում եմ, ես ցանկանում եմ դա անենք ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ լսեն, որ իրենք մասնակցելու են որոշմանը։ Դա չի լինելու կոնկրետին որոշումը։ Թե չէ մարդկանց թվում է ինձ համար բացարձակ դժվար չի հայտարարություն անեն, որ չենք մտնում ազգային ժողով, հաջորդ օրը հայտարարություն անեն, որ ուժեղ Հայաստանը արդեն կողպեկը դրել ենք վրան, փակել ենք եւ ինչ կլինի։ Դրա համար քայլ-քայլ ճիշտ քայլերով գնանք առաջ։
Ձեր հյուրերին էլ հասկացրեք, որ շատ խորհուրդներ մեզ չտան, թող գան միանան մեր պայքարին, բոլորը այդ պայքարի մեջ տեղ ունեն, իրենց լավ մտքերը արտահայտեն, լսեն հակառակ կարծիքները եւ բոլորը չքննադատեն 21 թվի Քոչարյանին կամ 26 թվականի Կարապետյանին, մենք բաց ենք պայքարի համար, ցանկություն ունենք մեծ համախմբում ունենանք, չենք լսելու ոչ մի կարծիք առանց պայքարի, եթե մարդիկ միայն կարծիք ունեն, դրանից բացի էլ ոչ մի բան չունեն, այդպիսի մարդիկ մեզ պետք չեն, մեզ պետք են մարդիկ, ովքեր կարծիք ունեն եւ պատրաստ են իրենք մասնակցեն այդ կարծիքը ձևավորելուն։